Իրանի դեմ Ամերիկա-իսրայելական պատերազմի սկսվելուց հետո երկրորդ անգամ հեռախոսով խոսել են Հայաստանի ու Իրանի արտգործնախարարները։ Արարատ Միրզոյանն ու Աբբաս Արաղչին քննարկել են Մերձավոր Արևելքում վերջին զարգացումները, իրավիճակը հանգուցալուծելու հնարավորությունները։ Նախարարներն անդրադարձ են կատարել հումանիտար բնույթի եւ բազմակողմ հարթակներում առկա հարցերի։ Սա մեջբերում էր մեր ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից։ Հայաստանի ու Իրանի արտգործնախարարների նախորդ հեռախոսազրույցը մարտի 2-ին էր եղել։ Իսրայելական հարվածի հետևանքով Լիբանանի հարավում սպանվել է 2 լրագրող։ Հարվածի պահին նրանք մեքենայով գնում էին նկարահանման։ Ալ Ջազիրան հաղորդել է 3-րդ զոհի մասին, ենթադրաբար վարորդի։ Այս իրադարձությունների ֆոնին Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը կոշտ հայտարարություն է արել, նշելով, որ Թեհրանը հուժկու հակահարված կհասցնի բոլոր նրանց, ովքեր կփորձեն թիրախավորել իրանական ենթակառուցվածքները կամ տնտեսական կենտրոնները։ Նախագահը շեշտել է, որ թեև Իրանը կանխարգելիչ հարձակումներ չի իրականացնում, սակայն ցանկացած ոտնձգություն կստանա համարժեք պատասխան։ Փեզեշքյանը նաև կոչ է արել տարածաշրջանի երկրներին թույլ չտալ, որ իրենց տարածքներից Իրանի ուղղությամբ հարձակումներ լինեն։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է Դուբայում ամերիկյան զինվորականների թաքստոցների ուղղությամբ հրթիռային եւ անօդաչու սարքերի հարվածների մասին։ Իրանական կողմի պնդմամբ թիրախավորվել է 2 օբյեկտ, որտեղ հարվածի պահին գտնվել է ավելի քան 500 մարդ, կան զգալի կորուստներ։ Իրանը հրթիռային հարձակման նոր ալիք է սկսել Իսրայելի դեմ։ Թել Ավիվում եւ այլ քաղաքներում կան լուրջ ավերածություններ։ Բնակելի շենքի վրա ընկած հրթիռի բեկորների պատճառով 1 մարդ զոհվել է, 2-ը վիրավորվել։ Ամերիկա-իսրայելական հրթիռներն առավոտյան արվածել են Իրանի Բորուջեդ քաղաքի բնակելի թաղամասերին։ Կա 5 զոհ եւ 35 վիրավոր։ Փոխնահանգապետը հայտարարել է, որ վիրավորները տեղափոխվել են շրջանի բժշկական հաստատություններ եւ հիվանդանոցներ, սակայն փլատակներում քաղաքացիներ կան։ Օմանի հարավում գտնվող Սալալա նավահանգստի վրա 2 անօդաչու թռչող սարք է հարձակվել, կա 1 զոհ։ Ըստ ԶԼՄ-ների հարվածի հետևանքով վիրավորվել է նավահանգստի 1 աշխատակից։ Անվտանգության ծառայությունները հետաքննում են միջադեպի հանգամանքները եւ վնասի չափը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերթական աղմկահարույց հայտարարություններն է արել տարածաշրջանային սրացումների վերաբերյալ։ Նա Հորմուզի նեղուցն անվանել է Թրամփի նեղուց, շեշտելով, որ դա պատահական վրիպակ չէր եւ իր հետ պատահականություններ չեն լինում։ Խոսելով Իրանի հետ բանակցությունների մասին, Թրամփը պնդել է, որ այդ երկրի հոգևոր առաջնորդն այլևս ողջ չէ։ Նա տեղի ունեցողը դիտավորյալ անվանում է ռազմական գործողություն, այլ ոչ թե պատերազմ։ Թրամփի պարզաբանման պատերազմի դեպքում անհրաժեշտ է ստանալ կոնգրեսի թույլտվությունը։ Մինչդեռ ռազմական գործողություն իրականացնելու համար նրան որևէ մեկի համաձայնությունը պետք չէ։ Թրամփը նշել է, որ ԱՄՆ-ն Իրանում դեռևս ունի 3554 թիրախ, իսկ կոնգրեսի դեմոկրատներին համեմատել է Իրանի հետ, նրանց անվանելով աննորմալ։ Բացի իրանական օրակարգից, Թրամփը նախազգուշացրել է նաև Հավանային, նշելով, որ Կուբան հաջորդն է։ Նա ակնարկել է ռազմական ուժի հնարավոր կիրառման մասին, թեև կատակով հորդորել է մամուլին ուշադրություն չդարձնել այդ հայտարարությանը։ Կանց ահու սարսափի մեջ եք պահում։ Երևանի բնակիչ այս կինը Հայաստանի վարչապետի հնարավոր պատերազմի մասին հայտարարությունից է ահու սարսափի մեջ հայտնվել։ Ալնելու է պատերազմ սեպտեմբերին ու աղետաբեր պատերազմ։ Իմ թորնիկս ծառայում է։ Հիմա ես կոնկրետ մենակ իմ թորնիկի մասին չի մտահոգությունը, մեր ընդհանուր երկրի երեխեքի մասին է, որ դուք անընդհատ ասում եք պատերազմա լինելու, եթե ես չընտրեք, ես լսել եմ, շատ մեծ մտավախություն կա իմ մեջ, ու ես տառապում եմ դրանով։ Բանակում թորնիկ ունեցող կինը զարմանում է, ինչու է խաղաղությունը Նիկոլ Փաշինյանի անձով պայմանավորված։ Հիմա կարող է ես ընտրում եմ ձեզ, բայց մեծամասնությունը չի ընտրում։ Ես 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում այդ թղթերը ստորագրել եք, ես վերադարձել եմ եւ 2025 թվականի օգոստոսի 18-ին ուղերձով դիմել եմ ժողովրդին ձեզ եւ ասել եմ, որ խաղաղությունը հաստատված է։ Ես լսել ձեր ասածը, որ եթե ես չլինեմ, սեպտեմբերին մեծ պատերազմ սպասի։ Ես շատ մեծ մտահոգություն ունեմ։
Ես մենակ իմ թորոն մասին չեմ մտածում։ Բոլորն էլ մեր երեխեքն։ Դրա համար մենք բոլորս իրար հետ պետքա տեր կանգնենք խաղաղությանը։ Եվ էս էլ մեր խաղաղության սիմվոլն է, նվիրեմ մի հատ ձեզ։ Վայ, չեմ ուզում։ Ինչի։ Չեմ ուզում։ Սիրելի հայրենակիցներ, Ուժեղ Հայաստան կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը Սյունիքի խորհրդանիշ Խուստուփի ստորոտից հայտարարել է առաջիկա համապետական ընտրություններին նոր ձևաչափով մասնակցելու մասին։ Քաղաքական ուժը հանդես կգա Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ դաշինքով։ Իր ուղերձում Նարեկ Կարապետյանը շեշտադրել է ազգային միասնականության կարևորությունը, Խուստուփը որակելով որպես վճռորոշ պահերին հայության համախմբման խորհրդանիշ։ պառակտումների ժամանակաշրջանը պետք է մնան անցյալում։ Այսօր Ուժեղ Հայաստանը հայտարարում է, որ մենք մեր դռները բացում ենք բոլոր նոր ուժերի առջև, որոնք ցանկանում են միավորվել եւ փոխել Հայաստանի ընթացքը, որոնք ցանկանում են ստեղծել Ուժեղ Հայաստան։ Մենք կստեղծենք դաշինք Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ։ Միասին մենք կկարողանանք արդարացնել մեր ժողովրդի սպասելիքները եւ լուծել մեր ազգի առջև ծառացած խնդիրները։ Ուժեղ Հայաստան կուսակցության Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի հերթական կանգառը ագարակն էր։ Կուսակցության անդամները արժանացել են տեղի բնակիչների ու աջակիցների ջերմ ընդունելությանը։ Հանդիպման ընթացքում կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը մանրամասն ներկայացրել է Սամվել Կարապետյանի տնտեսական ու անվտանգային ծրագրերի դրույթները, ընդգծելով, որ Հայաստանը այսօր կանգնած է վճռորոշ ջրբաժանի առջև։ Ըստ Կարապետյանի, մինչև հարևան երկրները հզորացնում են իրենց ռազմական ու տնտեսական ներուժը, Հայաստանի իշխանությունները զբաղված են երկրի լուրջ խնդիրների հետ կապ չունեցող գործողություններով։ Տեսեք ինչ են անում մեր հարևանները։ Թուրքերը ինչ են անում։ Թուրքերը զարգացնում են իրենց նավատորմը, տեխնիկա են զարգացնում, ճանապարհ են բացում դեպի Չինաստան։ Ադրբեջանցիները ինչ են անում։ Կապում են Թուրքիայի հետ, ճանապարհ են ուզում, զարգացնում են իրենց տնտեսությունը, ռազմական ուժն են զարգացնում, Կասպիան ծովով նավահանգիստներ են կառուցում։ Ինչ ենք անում մենք։ Մենք կուկուրուզ ենք ուտում, կռիվ ենք անում սաղորը։ Ինչ ենք անում էլի, այս լուրջ աշխարհի այս փոփոխությունների ֆոնին։ Մեջից ճանաչելով պետական ապարատը կարամ ասեմ, որ կամերայի դեմը հələ ամենավախենալու բաները չի տեղի ունենում։ Այնտեղ ավելի վախենալու բաներ ա։ Իրանք մասնագետ չեն, իրանք ընկել են այդտեղ, բայց չգիտեն ոնց կառավարեն, հարգելի հայրենակիցներ։ Սիրելի հայրենակիցներ, մենք Փաստաբան Արամ Վարդևանյանը հայտարարել է Ուժեղ Հայաստան կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդման նոր փուլի մասին, ընդգծելով իրավական գործընթացների ակնհայտ անհամապատասխանությունը ժողովրդավարական նորմերին։ Ըստ փաստաբանի 2026 թվականի մարտի 26-ին քննչական կոմիտեն իրազեկել է նախաքննության ավարտի մասին, սակայն պաշտպանական կողմին ընդամենը 15 ժամ է տրամադրել գործի 135 հատորներին ծանոթանալու համար։ Նա շեշտել է, որ քննչական կոմիտեն փաստացի հաստատում է Սամվել Կարապետյանի առնչության բացակայությունը նշված տնտեսական մեղադրանքներին, համարելով, որ հազարավոր էջերը հնարավոր է ընթերցել մի քանի ժամում։ Վարդևանյանը նշել է, որ սա իրավունքի նկատմամբ բացահայտ անարգանք է, քանի որ օրենսգիրքը պահանջում է տրամադրել ողջամիտ ժամկետ նման ծավալի նյութերը ուսումնասիրելու համար։ Այս ամենը մեղմ ասած աբսուրդ է, նույնիսկ ինչ որտեղ խայտառակություն է։ Բայց իհարկե ամեն աբսուրդ եւ խայտառակություն ունի իր սկիզբը եւ ավարտը։ Սիրելի հայրենակիցներ, այս ամենը մի բանի մասին է խոսում, որ իսկապես ժողովրդավարական արժեքների եւ սահմանադրական երաշխիքների տապալման հետ գործ ունենք։ Բայց ուժեղ Հայաստանում հենց պատկերացումը պետք է լինի այնպիսին, որ սահմանադրական արժեքները գերակա են, իրավունքը գերակայի եւ չլինեն քաղաքական հետապնդումներ եւ քաղաքական բանտարկյալներ։ Իսկ այսօր ցավոք իրավիճակը ճիշտ հակառակն է։ Դաղստանում հայտարարվել է արտակարգ դրության ռեժիմ հորդառատ անձրևների եւ մասշտաբային հեղեղումների պատճառով։ Մախաչկալայում եւ Դերբենտում սելավային հոսքերը ողողել են տասնյակ տներ։ Ավտոմեքենաները հայտնվել են ջրի տակ, 83 մարդ տարհանվել է։ Աղետի հետևանքով Դաղստանի 8 շրջանի 132 գյուղում դադարեցվել է էլեկտրամատակարարումը, 60,000 մարդ մնացել է առանց էլեկտրականության։ Սպասվում է, որ տեղումները շարունակվելու են մինչև մարտի 29-ը։
Ավստրալիայի Կարնարվոն քաղաքի բնակիչները դարձել են բնական հազվադեպ երևույթի ականատես։ Արևադարձային հզոր ցիկլոնի հետևանքով քաղաքի երկինքը ստացել է մուգ, արյունոտ կարմիր երանգ։ Օդերվութաբանական այս երևույթի պատճառն ուժգին քամիներն են, որոնք օդ են բարձրացրել տոննաներով կարմիր փոշի եւ ավազ։ Բնակիչների խոսքով տեսարանն իսկապես սարսափելի էր, քանի որ փոթորկի եւ փոշու համադրությունը քաղաքը կարմիր մշուժով էր պատել։ Ներքին գործերի նախարարության համայնքային ոստիկանության եւ ԱԱԾ ծառայողների համատեղ իրականացրած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում 3 անձ է ձերբակալվել մարտի 25-ին Կանազի մշակույթի տան ներսում գույքը դիտավորությամբ այրելու համար, հայտնել է ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակը։